Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի մայրաքաղաք Երևան տարավ։ Օրվա հյուրը ռեժիսոր Դավիթ Սաֆարյանն է։ Դավիթ Սաֆարյան, ռեժիսոր։ Ծնվել է 1952 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի համամիութենական պետական կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Նույն թվականից Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր է։ 1986-ից կինեմատոգրաֆիստների միության անդամ, իսկ 1990-ից ֆրանսիական սինեմատեկի գլխավոր խորհրդի անդամ։ 1995-ից 2002 թվականներին պատրաստել է Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված ֆիլմերի շարք Գերմանիայի հեռուստատեսության առաջին ծրագրերի համար։ 2002 թվականին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է DS ստուդիան։ 2003-ից 2007 թվականներին դասավանդել է Գերմանիայի Կասելի համալսարանում, եղել է կինոյի և հեռուստատեսության բաժնի ղեկավարը։ 2001-ին ստեղծել և մինչ օրս շարունակում է իրականացնել դարաշրջանի ականավոր անձինք 20-րդ դարի վերջ, 21-րդ դարի սկիզբ սեփական բացառիկ նկարահանումների վրա հիմնված կինոդիմանկարների շարքը, որի հերոսներն են դարձել Մարսել Մարսոն, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II, Կշիշտոֆ Պենդերեցկին և այլք։ Դավիթ Սաֆարյանը խաղարկային և վավերագրական շուրջ 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, որոնցից շատերը արժանացել են անվանի մրցանակների, ցուցադրվել հեղինակավոր փառատոներում։ Բարև ձեզ։ Դեռ հլը չգիտեք ինչ ա լինելու լավա, վատը արդեն ծափահարում եք ինձ։ Եղավ, շնորհակալություն։ Այս երևում այն դեղ գրած ֆիլմ։ Որ մեկը գիտի, սա ինչ ա, որտեղից ա։ Ասա։ Ֆիլմը դա մի փոքրիկ երեխայի մասին է, որը պետքա ֆիլմում նկարվի ու նրան ասում են ինչ պետք է անի, բայց նա կամերաների դիմաց չի ներկայանում, հենց կամերաները թեքվում են, նա արդեն իր դերը։ Լավ, ես ձեզ ասեմ, դա ընդամենը մի փոքր հատված է այդ ֆիլմից, ուրեմն սա ֆիլմի սկիզբն է, այդ անիմացիոն ֆիլմի, մենք ձեր տարիքում ասում ենք մուլտիպլիկացիոն, դա նույն նշանակությունն ունի, սա բավական ֆիլմեր արված ֆիլմ արտադրողների, ռեժիսորների կողմից, թե ինչպես են ֆիլմ նկարում։ Սա լավագույններից մեկն է։ Դա իսկապես շատ հումորով, բայց շատ ստույգ արած, թե այդ կինո նկարելը ինչ է, այդ կինոն այդ ինչ վարակ է։ Այնտեղ կան այսպիսի բառեր, ասում կինո прекрасный сон, սլատկի сон։ Մի կողմից այդպես է, մյուս կողմից տաժանակիր աշխատանք է։ Եթե այդ բառը օգտագործեցի վարակված չլինեք, եթե չպաշտեք այդ գործը, չեք դիմանա։ Իսկ եթե սիրում եք, դա ամեն գործի է վերաբերում։ Այդ դեպքում այդ դժվարություններից գերագույն հաճույք եք ստանալու։ Ոչ մի բանից այդպես հաճույք չեք ստանալու, համեմատելի չի լինելու, երբ
դժվարությունը, մասնագիտական դժվարությունը դուք կարողանաք հաղթահարել։ Էլի եմ ասում, դա միայն կինոին չի վերաբերում։ Ուրեմն շատ են սիրում ասել, եւ դա ընդունված է, ասել կինոն սինթետիկ արվեստ է, գիտեք ինչ է նշանակում, ինչ իմաստով են ասում, որ կինոյի մեջ ներգրավված են մյուս արվեստները, գրականություն, նկարչություն, երաժշտություն, այդպես է, բայց այդ դրանց միացությունը տվել է մի նոր որակ։ Դա ոչ թե գումարն է մյուս արվեստների, դա նոր արվեստ է։ Կինոն հատկապես, իսկ ընդհանրապես բոլոր մասնագիտությունները կյանքի հետ շատ կապ ունեն։ Այ ուշադիր եղեք մանրուքներին, որ ասում են դետալներին, details։ Նրանց մեջ շատ բան կա, նրանք շատ խոսուն են։ Հատկապես եթե հանգարց ես ձեզ վարակեմ, թե այս սրանով զբաղվեք, կտեսնեք, թե մի փոքր շեղում ես, մի քիչ ես կողմ ես պահում, մի հատ փոքրիկ մանրուք ես ավելացնում կադրում, լրիվ ուրիշ շնչառություն ես ստանում։ Դա շատ կարևոր է։ Հիմա էլ ես մի քիչ ներկայանամ, որ իմանաք ով է ձեզ հետ իրեն թույլ տալիս այսպես խոսել։ Ես ծնվել եմ նկարչի ընտանիքում, իմ հայրը եղել է ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանը, իր հայրը, իմ պապիկը, եղել է կինոյի նկարիչ Սարգիս Սաֆարյանը, որը Բեկնազարովի, Համո Բեկնազարյանի հետ եկել է Հայաստան եւ հիմնադրողներից է եղել մեր Հայֆիլմ կինոստուդիայի, որը այսօր ցավոք փաստորեն գոյություն չունի։ Այդ մասին կասեմ, եւ եթե ձեզնից կինոյով զբաղվող լինի, կասեմ, թե ուր ուղղեք ձեր ունակություններն ու ուժը, որպեսզի մենք նորից ունենանք մեր Հայֆիլմ ստուդիան։ Մասնագիտության մեջ անցնում է այն, ինչ արել եք, այն, ինչ ուզել եք անել, բայց չեք արել, դա չկա, գոյություն չունի։ Եվ հետո, եթե մասնագիտություն եք ընտրում, հատկապես հանրային մասնագիտություն, այնպիսին ինչպես իմն է։ Օրինակ կան ռեժիսորներ, որ ասում են, ինձ չի հետաքրքրում, քանի հոգի կնայի, կհասկանան չեն, չէ, ինձ շատ է հետաքրքրում։ Ինգմար Բերգմանը ով գիտի։ Դա ամենամեծ կինոռեժիսորներից է, ամենաշատ եւ ամենախորը գործ արած։ Իր ֆիլմերը շատ տարբերվող են եղել, շատ խորն են եղել։ Եվ ինքը մի բան է ասել է այնքան մարդիկ կան, որ իրենց փակ աչքերի, կոպերի վրա հանճարեղ ֆիլմեր են տեսնում, բայց չեն անում, իրենց պետք չի։ Ու ես մի անգամ հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե ինձ չի հետաքրքրում, այդ դեպքում աչքերս փակեմ ինձ համար, հիմա մյուսները ինձ չեն հետա։ Այդ դեպքում ոչ ուրիշի միջոցները ծախսեմ, ոչ էլ իմ էներգիան։ Ինչու եմ ասում ուրիշի միջոցները։ Կինոն իսկապես ամենաթանկ հաճույքներից է ճակերտավոր։ Կա հոգեբանական կինո, կա ասում են պոետիկ, տարբեր, կան ժամանցային, մարդ ես պիտի հանգստանաս։ Ժամանցային կինոն էլ, եթե լավ ֆուտբոլի որակի եղավ, շատ պետք է։ Բայց ժամանցային կինոն ստեղծողը չպիտի վերաբերվի որպես իր ժամանցին։ Սա կանենք էլի, չէ։ Այն նույնքան, եթե ոչ առավել դժվար է։ Մյուս կողմից, եթե արդեն կիրթ է քո միջավայրը, իսկ դրան պիտի մենք բոլորս ձգտենք, այդ դեպքում շատ դժվար է ծիծաղացնել։ Դա մի ուրիշ ծաղանդ է։ Դա համ Աստծո տված է, համ անասելի աշխատանք։ Եվ դա էլ վերաբերվում է ոչ միայն կինոյին,
ոչ միայն թատրոնին, ինչով էլ զբաղվեք, որտեղ էլ տաղանդավոր լինեք, նախ բախտավորություն է, այդ բառը համարյա առանց ճակերտների են օգտագործում, գտնելը, որ սա քոնն է, այս Աստծու տվածն է, ու հանգստանաս էլ բան չանես, զերո, այ որ գտար, ու սկսում ես աշխատել, ու դա սկսում է իր ձիլերը տալ։ Այնքան տաղանդավոր մարդիկ ոչինչ չեն արել, նույնիսկ շատ ցավալի ճակատագիր են ունեցել, որովհետև մարդը այդպես է կառուցված, այդպես է ծնվում, մարդը ծույլ է ծնվում, մարդը պիտի սովորի աշխատել, պիտի կարողանա հաղթահարել այդ ծուլությունը։ Ինչու եմ ուզում, որ իմ ուսանողները շատ բան իմանան, որովհետև կարող է ամբողջ կյանքը, այսպես մութ անտառի պես, այսպես ման գան, որ իրենց ուղին գտնեն, երբ կողքին լայն ճանապարհ կար, ուղղակի չգիտեն այդ մասին։ Այ պիտի այդ ճանապարհներն իմանան, որ գիտես, գույր նոր ծնված շնիկի պես չմոլորվեն, իմանան ու որոշեն, արդյոք ուզում են այդ ճանապարհով գնալ, այդ ճանապարհը շարունակել, թե իմանալով, որ այդ ճանապարհը կա, իր ուրույն ճանապարհով գնալ։ Այդ խախտումը ես հասկանում եմ։ Ուրեմն ես կուզենամ, որ դուք որոշեք ինչ եք լինելու։ Դա կարող է փոխեք, բայց այդ պահին դուք լրջորեն կմոտենաք այդ մանրուքներին, դուք կտեսնեք ինչն է կարևորը, հետո ժամանակ կունենաք հասկանալ ճիշտ է կարել այդ ընտրությունը, թե ոչ։ Քանի որ ես ասացի, որ իմ պապիկս առաջիններից է եղել, սկսողներից է եղել, իմ պապիկս եղել է Պեպո ֆիլմի, բոլորդ գիտեք Պեպո ֆիլմը, մեր հայկական առաջին ձայնային ֆիլմն է, որը համաշխարհային ցուցադրումներ է ունեցել։ Երբ ես իմ պապիկս բացի ամեն ինչից հիմնել է այդ դեկորացիոն, տեխնիկական այդ մասնաճյուղը, այդ ցեխ ասածը ոնց որ այն ժամանակ ասում էին։ Եվ երբ ես Իտալիայում էի, Չինեչիտա հայտնի, գիտեք ես հատուկ եմ այս անունները ասում։ Ինչքան կմնա այս դեպքում, որովհետև դուք դասի չեք, դուք մի հանդիպման եք, որտեղ եթե մեկն ու մեկը ձեզնից, դες չեմ ասում 10 հոգի ստույգ որոշում կայացնի, ասենք կինոյով է զբաղվել, ես կհամարեմ, որ իզուր չէ, որ եկա։ Եթե ստույգ որոշում կայացնի, որ չէ, ես կինոյով չեմ զբաղվել, բայց ես որոշեցի ինչով եմ զբաղվել, ես կհամարեմ, որ իզուր չեմ եկել։ Ու երբ ես չեմ մոռացել ինչի մասին է ասում, երբ Չինեչիտա այդ հայտնի կինոստուդիայում Իտալիայի Ռոմ, ես ուզեցի տեսնել այն մարդուն, որովհետև ասին նա ողջ է, որ հիմնադրել է այն, ինչ հիմնադրել էր իմ պապիկս Հայֆիլմ կինոստուդիայում։ Ինձ մոտեցրին, ծանոթացրին, հետո երբ որ ես նստած էի, հարցրեցի, երբ, ինչ, հետո ասացի, գիտեք ինչ, իմ պապիկս էլ նույնն է արել, ինչ դուք Չինեչիտայում հիմնել է, ու իմ պապիկս ասացի, առաջին հայկական ձայնային ֆիլմի բեմադրող նկարիչն է եղել, ասեց Պեպե, ես այ հիմա էլ եմ ասում, էլի Պեպոն Պեպե, եւ Պեպե է գնացել Իտալիայում։ Հասկանում եք, այ մենք այդ կինոն ունեցել ենք, մենք այսօր չունենք։ Ես էլի եմ ասում, ինձ շատ խոր մեծ մասնագետ կինոյի մի անգամ ինձ ասեց Դավիթ, մրցանակները ֆիլմի որակը չեն փոխում։ Թե ստացածը, թե չստացածը։ Իհարկե հաճելի է, եթե ես իմ վերջացրած ֆիլմի վրա 20 տարուց ավել եմ աշխատել, որովհետև արել եմ նա, չեմ արել, մինչև իմ ուզածը չի եղել։ Բայց այդ ֆիլմը ես չեմ կարող ուրախ չլինել։ Ես չեմ կարող ուրախ չլինել, երբ այդ ամսագիրը կա,
որ Բելգիայում 19 թվականին ցուցադրված ֆիլմերի 10 լավագույն ֆիլմի ցուցակի մեջ է։ Ու այդ ցուցակը կազմել է իրենց պրոֆեսիոնալ ամսագրի գլխավոր խմբագիրը։ Այդ ցուցակի մեջ 8-րդն է։ 10-րդը այդտեղ Once Upon a Time in Hollywood։ Ինչ որ մեկը գիտի այդ ֆիլմի մասին։ Դա շատ հայտնի ֆիլմ է։ Իհարկե ես դրա համար ուրախ եմ։ Դուք ինչպես ընտրեցիք ձեր մասնագիտությունը կամ ինչպես որոշեցիք։ Եղավ, ասեմ։ Ես ուրեմն 4 տարեկան էի, երբ իմ պապիկս ձերքս բռնած տարել է կինոստուդիա, բայց այդ ժամանակ չեմ որոշել։ Ես 11 տարեկան էի, երբ 3 գումարած 2 3+2 Հենրիկ Հովհաննիսյանի ֆիլմն էր, եւ իմ հայրիկը ասեց՝ «Արի նստենք նայենք, լավ ֆիլմ է»։ Ես նայեցի, վերջում ասեցի՝ «Ես ուզում եմ կինոռեժիսոր դառնալ»։ Հայրիկս ասեց՝ «Դու էլ կարող ես այդպես»։ Ասեցի՝ «Ոչ, այդպես չէ»։ Ասեց՝ «Ավելի լավ»։ Ասեցի՝ «Ոչ, ուրիշ կերպ»։ Ասեց՝ «Դա ուրեմն լուրջ է, պիտի գիտում սովորես»։ Ես այդպես եմ որոշել։ Որն է ձեզ համար ամենակարևորը նկարահանման հրապարակում։ Մթնոլորտը, ասեմ ինչի, որովհետև այն նրանից թե ոնց են վերաբերվում, կախված է ինչքանով կաղավաղվի քո ուզածը թե չէ։ Պիտի կարողանաս մթնոլորտ ստեղծել, պիտի կարողանաս մի նոր իրողություն ստեղծել եւ քո օպերատորը պիտի այդ իրողությունը ֆիքսի։ Դա համարյա վավերագրական ֆիլմ է, չնայած խաղարկայինի մասին։ Շնորհակալություն։ Ապրես այդ հարցի համար, ես եմ շնորհակալ։ Որն է կինոյում ձեր սիրելի ժանրը եւ եղել է այնպես, որ ձեր ամբողջ ռեժիսորական աշխատանքների ընթացքում կինոյի ձեր սիրելի նախընտրելի ժանրը փոխել եք։ Ասեմ, միայն նա չի, ինչով ես զբաղվում եմ։ Ես շատ եմ սիրում իսկական կատակերգություն, ոչ թե գրեհկություն, ոչ թե նա, որ հիմա մենք չունենք փաստորեն, բայց մենք ունենք բարձր որակի կատակերգություններ, կինոարվեստը ունի եւ միշտ կատակերգությունը ողբերգության կողքին է լինում։ Գիտեք ինչ, ինչի վրա ենք ծիծաղում, ինչ որ մարդու հետ ինչ որ ահավոր բան ծիծաղ, իր համար ողբերգություն է, մեզ համար կատակերգություն է։ Ինչի է մեծագույն Չապլինը, որովհետև Չապլինը դա տրագիկ կերպար է, բայց մի ծիծաղ է առաջացնում, բայց դա անելու համար պիտի լուրջ մոտենալ, դա լուրջ ժանր է։ Ես իմ ֆիլմերի մեջ ինձ են ասել, որ կա շատ հումորով կտորներ, որոնք ես կատակերգություններ չեմ անում։ Ես արել եմ իմ կյանքում, միայն այն ինչ ուզել եմ, դա երջանկություն է, հավատացեք։ Էլի եմ ասում, ինչ ընտրեք, արեք այն, ինչից հաճույք կստանաք, անեք այն, որ երբ դուք վարձատրվեք, ասեք չհասկացա, մարդիկ մեծ գումարներ են ծախսում, որ հաճույք ստանան, ես հաճույք եմ ստանում, ինձ փող են տալիս։ Դա է մասնագիտությունը, ճիշտ ընտրած մասնագիտությունը։ Շնորհակալություն ձեզ էլ հարցի համար։ Ես ձեզ հետ կուզենայի մի 5 ժամ էլ խոսել, բայց մեղք եք, դուք էլ գնացեք, խաղացեք, բայց ով եթե ինչ որ հարցեր ունեք, ես այստեղ եմ, ես էլ ձեզ եմ ծափահարում։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Ամենաջերմ հիշողությունը, երբ հայրս, ինձ և փոքր եղբորս առաջին անգամ տարավ գազանանոց։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ամենասիրելի առարկան մաթեմատիկան, և դա կապված է իմ մաթեմատիկայի դասատուի հետ, որը ես շատ հազվադեպ եմ այդ խոսքը օգտագործում, բայց այս դեպքում համոզված եմ ասում, որը հանճար էր։ Ես սիրահարված էի այդ առարկային և միջ օրս իմ մասնագիտության մեջ մաթեմատիկայի տրամաբանությամբ խնդիրներ եմ դնում, իմ դասատուի ասածով գտնում եմ ռացիոնալ լուծումը, ոչ թե ուղղակի լուծում, հետաքրքիր լուծումը և իրագործում։
Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Եթե պիտի անձնավորություններ ասեն, 2 հոգի։ Իմ պապիկս, որը ինձ 4 տարեկանում ձերքս բռնած տարել է Հայ ֆիլմ կինոստուդիա, որ 4 տարեկան եմ, ինձ արդեն ծնողներս եւ պապիկս են ասել, եւ Հենրիկ Հովհաննիսյանը 3 գումարած 2 ֆիլմի դիտումից հետո ես հայրիկիս ասացի, որ ես ուզում եմ կինոռեժիսոր լինել։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Նույնը, բայց եթե մի քանի կյանք ապրեի, օրինակ 10, առաջին 5 կյանքում ռեժիսոր, հետո մեքենաների դիզայներ, զգեստների դիզայներ, մաթեմատիկոս, եթե էլի լիներ, ճարտարապետ, ընդեղ մնաց դերտեղ։ Եվ ամենավերջում երևի, չէ, հետո խոհարար, եթե հնարավորություն դա էլ է շատ հետաքրքիր գործ, հետո նորից կինոռեժիսոր։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Այսօրը, ասեմ ինչու, որովհետև սա անցյալի վերջին պահն է, հենց հիմա նոր ասել եւ ապագայի առաջինը։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Դու արդեն լուրջ հարց է։ Ուրեմն Եվրոպա, միջին դարեր, ընդտուք միջև վերածնունդ։ Եվ հետո ապագա 2 դար հետո մի 10 տարով որ հասկանամ այդ ինչա կատարվում։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Երազանք ավտոսպորտսմեն ուզել եմ եւ իրականացրել եմ, 2 ռալի եմ քշել։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ոչինչ։ Ես ապրել եմ այն կյանքը, ես արել եմ միայն այն, ինչ ուզել եմ։ Դա երջանկություն է։ Ես ոչ մի բան իմ կամքի դեմ չեմ արել կյանքը, ես շնորհակալ եմ բնությանը, Աստծուն, իրադարձություններին, որ այդ հնարավորությունը հուսով եմ աչքով չեմ տա, Աստված շատ չի համարի եւ մնացած կյանքս այսքան փորձից հետո կկարողանամ նույն կերպ շարունակել։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Նույն խորհուրդը, ինչ իմ հայրը տվել է ինձ։ Կասեի միշտ ապիր։ Ամեն ինչ իր ժամանակին կլինի։